Ամբողջ աշխարհում բում է ապրում գեներատիվ արհեստական բանականության ոլորտը։ Այնինչ նախկինում գիտական ֆանտաստիկա էր թվում, հիմա վերածվել է ամենօրյա գործիքի։ Հենց այս թեմայով CRISP-ը առաջին անգամ կազմակերպել էր հեքեթոն $5,000 մրցանակով, որի մասնակիցները 48 ժամում պետք է ստեղծեին նորարարական չաթ հավելվածներ։ AI-ը ավելի մեծ տերմին է, ինքը տենց artificial intelligence-ն է, Gen AI-ը իր ավելի փոքր ճյուղ է, generative AI-ը, որը որ հիմնականում generative մոդելներին է վերաբերում, օրինակ ChatGPT-ին ենթադրենք, Anthropic-ը, Llama-ները, որը որ text-based generative մոդելներ են, իրանք ինչ-որ մի ուղղություն են AI-ի, դրանց ասում են Gen AI։ Մեզ հայտնի ChatGPT-ն ու նմանատիպ լեզվական այլ մոդելներ կարող են կյանքում շատ օգտակար լինել, բազմաթիվ հարցերի պատասխանել, բայց չեն տիրապետում ներքին տվյալների, կոնկրետ կազմակերպության կամ ոլորտի ներսում կուտակված ինֆորմացիային։ Առաջադրանքն այսպիսինն էր՝ ստեղծել AI-ով աշխատող չաթ հավելված, որը կկարողանա հաղորդակցվել հատուկ գիտելիքային բազայի հետ։ Banking application-ների մեջ, որ չաթ եք անում ու ասում եք, ենթադրենք իմ վերջի գործարքը ոնց որ հաջող չի եղել, խնդիրը ինչումն է, իրական ChatGPT-ին որ ասնեք չի ասի ինքը, բայց բանկի չաթը, եթե լավ սարքած լինի, ինքը կիմանա թե կոնկրետ դուք ով եք, ձեր գործարքները որոնք են, այդ գործարքները ինքը կարողանա կարդա ու դրա հիման վրա ճիշտ պատասխան տա։ Նույնն էլ ստեղ է։ Այսինքն մեծ ընկերությունները ունեն լիքը դատա, լիքը տվյալներ, որը որ բնականաբար դերսում ոչ մեկին հասանելի չի, բայց ընկերության ներսում այդ չաթի հետ առնչվելով դու պետք է հնարավորություն ունենաս այդ դատան էֆեկտիվ վերցնես։ 33 մասնակից բաժանվել էին 8 թիմի։ Յուրաքանչյուր թիմ ուներ ընդամենը 48 ժամ զրոյից պատրաստելու իր ինժեներական լուծումը։ Մասնակիցների շարքում կային ինչպես փորձառու ծրագրավորողներ, այնպես էլ սկսնակներ, ովքեր եկել էին ոչ միայն մրցելու, այլև իրենց ուժերը փորձելու, փորձի փոխանակման համար։ Հենց AI-ի հետ կապված այդքան շատ չենք փորձառություն չենք ունեցել, հենց այս շանսերից մեկն էր փորձի փոխանակման, համით մեզ փորձելու արագ էլի փորձենք 3 օրը, դժե 3 օր չի ավելի քիչ է ու այդ ժամանակ օգտագործենք ինչքան հնարավոր արագ կարանք էլի ռիզալտներ ստանանք, դա հետաքրքիր ամել։ Հաճելի կլիներ հաղթելը, ինչպես նաև տեսնել ինչպես են մտածում ուրիշ մասնագետները այն խնդրի շուրջ, որ օրինակ հա մտքով չէր անցել, որ sense լուծում կար, այսպես ասած մի օրում 48 ժամ կարելի է շատ հեշտ ձևով level up լինել ու ոնց որ այն բացերը, գեփերը, որ քո մեջ կա, դու չես կարողանում ինչ-որ խնդիր լավ լուծել, մյուսից սովորում ինչպես են լուծում այդ խնդիրը ավելի լավ։ Զրոյից ներքին տվյալների հետ աշխատող չաթ էփ ստեղծելու համար կարևոր են շատ դետալներ, այդ թվում փաստերի ստուգումն ու չաթերի մոտ շատ հանդիպող հալյուցինացիաներից խուսափելը։ Քանի որ զրոյից պետք է սարքվի, դա կարևոր է ինչքան հաճելի կլինի այդ չաթը, իր user experience-ը լավ կաշխատի, արագ կաշխատի, լիքը մանր ներբություններ կան, որ պրոդուկտները կամ շատ թույն են սարքում, կամ վարի են տալիս, այդ կարևոր է, որ այդ ամեն ինչը լինի, ու ամենակարևորը այս հեքաթոնը տենց իդեալական կոդ գրելու մասին չի, ավելի շատ նրա մասին է, թե մարդիկ ինչքանով ճիշտ որոշումներ կարողանան կայացնել շատ սահմանափակ ժամանակում ու արդյոք իրենք կարողանան սարքեն նենց մի հատ բան, որ կնայենք ու կասենք վաու, այս 40 ժամում է էլի ընդամենը սարքվել։ Երկրորդեված հեքեթոնի հաղթողը EXPM թիմն էր, որը կարողացել էր ստեղծել ճարտարապետության հստակության, նորարարությունների կիրառման, ամբողջական համակարգի տրամաբանության և այլ չափանիշներին համապատասխան լուծում։